Չենք քաղաքականացնելու, բացարձակ չենք քաղաքականացնելու, որովհետև թեպետ նախկինի քաղաքականություններ կան այս եթերի մեջ, բայց սրանք ավելի շատ բարոյական, արժեբանական նշանակություն ունեն, եւ այդ արժեքների մասին զրուցելու եմ Էդվարդ Մավելյանի հետ, շնորհակալ եմ շատ, որ ցանկագին ռեսուրսը ժամանակը մեզ նվիրեցիք, գոնե թե մոտակա ժամվա ընթացքում, Մավելյան, ձեր 4 գրքերից 2-ը հասցրել եմ ընթերցել, վստահ եմ շատ շուտով մյուս 2-ն էլ կընթերցեմ, ու դուք այս գրքերում ներկայացրել եք Երևելի հայերին, մեծամասամբ վերջին 100-ամյակների, մենք մի քիչ էգոցենտրիկ վերաբերմունք ունենք նման մարդկանց, որովհետև վերցնելով այդ մեծ հայերի ձեռքբերումները, առավել ևս այլ երկրներում, փորձում ենք բավարարել մեր եսակենտրոնության պահանջները, այսինքն մեզ ենք սկսում վերագրել այն հանճարը, որ ունեցել են այդ մարդիկ, չհասկանալով, որ իրականում դուք լրիվ ուրիշ մոտեցում եք տվել այս ստեղծագործությունների մեջ, դրա համար նախ կխնդրեի ձեր հավաքածուների բովանդակային մասին մեզ պատմել, որտեղ շատ շուտով դուք ներկայացնել եք նաև այո 4-րդ գիրքը, եթե չեմ սխալվում, 5-րդ գիրքը, 5-րդ գիրքն եք ներկայացնելու, բայց որպեսզի մենք չգնանք սխալ ճանապարհով եւ սա չվերածենք հայ անհատի, որ այս բոլոր մարդկանց հետ Երևելի հայերի հետ կապ չունեցել, այդ անհատի էգոյի բավարարման միջոց, որն է ձեր հիմնական մեսիջը, այս աշխատանքը, այս աշխատությունները առհասարակ աշխատությունների վրա աշխատելու, վերջնանպատակը որն է, որ ինչ տակ ընթերցողին։ Վերջնանպատակը նույնն է, ինչ որ առաջնային նպատակը։ Տեսեք, մարդիկ, որ կարդում են, հազարավոր մարդիկ, մեկնաբանություններ են գրում, զանգում են, մեր հայերի մասին, մեր, ես ոչ մի անգամ չեմ լսել արտահայտություն, որ գրքերը ոչ թե մեր հայերի մասին են, այլ մեր մասին են, այսինքն որևէ մեկ իրեն չի տեսել դրան մեջ, հայլեին պատկեր, մենք վերջապես նպատակ չենք ունեցել ցույց տալու եւ մեզ եւ աշխարհին առավել եւս, որ գիտես ինչ, դու մեզ պարտքես, ես 100 անգամներ անընդհատ փորձում եմ, եթե եթերներով կամ YouTube-ի մալիքում, չգիտեմ, կամ սոցցանցերում, եթե գրքերը չեն կարդացել, իհարկե փորձում եմ ուղղորդել, որ սիրելի ժողովուրդ, աշխարհը մեզ ոչինչ պարտք չէ, ոչինչ, մենք ենք մեզ պարտք։ Եվ վերջապես 2020-ի այդ տխրահարճակ այդ փաստաթղթից հետո այս ամեն ինչի նպատակը ծնվեց, երբ որ այդ անկճախտը հասավ արդեն գերադրական այդ աստիճանին, մենք այս ինչ էինք, այս ինչ sense, ոնց եղավ, ինչ եղավ, ոնց եղավ, ես ամաչում եմ, ճիշտ է, մենք մի ծայրահեղություններից, ծայրահեղ պաթոսից, թե ինչ կարևոր նշանակություն ունենք մարդկության պատմության մեջ, հանկարծ ընկանք մեկ այլ ծայրահեղության մեջ, որ մենք ոչ մեկի պետք չենք, մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, այդ էր պատճառը, որ սկսեցիք ուսումնասիրել։ Սա սեփական արմատները չճանաչելու եւ փոքր ազգի կոմպլեքսով երկար տարիներ տառապելու արդյունքներ։ Նախ տառապել են փոքր ազգի կոմպլեքսով, մենք, հետո որ հանկարծ մի հատ այսպես մի թեթև չէր մեծ առումով, դա իհարկե անդառնալի կորուստ էր, միանգամից գահավիժեցին։ Եվ այս արանքում սեփական ժողովրդի պատմությունը, սեփական արմատները, սեփական տոհմածառը չճանաչելու արդյունքներ։ Ամաչում եմ, գիտեք, ես դրսում եմ, հիմնականում լինում, այնտեղի հայերը, գիտես, մենք ամբողջ Ֆրանսիան մեզ բարեկամ, Ֆրանսիայի հայերը, ես ամաչում եմ, ես դուրս եմ գալիս փողոցում, ժողովուրդ նախ Չէ, բայց ինչի՞ց են ամաչում, մանրամասն ենք, էլի, պատերազմի պարտությունից։ Մանրամասնում եմ, ասեցի անկեղծ ասած, ես էլ եմ ամաչում, շատ եմ ամաչում, բայց որպեսզի չընկնենք այդ Facebook-յան մակարդակների, ասենք այդ բաց տարածք, ով ինչ ասես կխոսա, ով ինչ ասես կգրի, եկեք ես սա կդարձնեմ գրքեր, ձեզ ցույց կտամ, որ ես էլ եմ ամաչում, բայց ես բոլորովին այլ բանից եմ ամաչում։ Այն որ դուք ասում եք սա մեր հայեր, ես ասում ժողովուրդ, սա ձեր մասին է, սա կարդացողի մասին է։ Դու նայում ես անուններ, կարդում ես կենսագրականներ, անցնում ես առաջ, ասում ես, ինչ ուժեղ տղա էր։ Ու սա մեջ դու չես տեսնում քեզ ոնց կարելի էր այսպես ուժեղ տղեկին տալ ուրիշներին 100-ամյակներ, 1000-ամյակներ։ Հետո գալ սեփական տան մեջ ասել, գիտես ինչ, մենք ինչ ունենք, ոչինչ չունենք, չէ, ինչի չունենք, ունենք 18 տարեկան երեխեք։
առավել եւս երթում տված օրենքի տակ բրդեք թող գնան։ Ինչ պիտի լինի, երկա կգրենք вот բանավորաբանա, չէ, այսպես երրաբլուրը կդարձնենք սրբություն, հա, անկանենք այսպես։ Հիմա ես սկսեցի այդ նախաբանից, որ սիրելի ժողովուրդ, սա ձեր հայլային պատկերներ, հայտարարակություն էր, ամոթ էր, իրապես ամոթ էր, գերհզոր մի պոտենցիալ, հա, որպեսզի դուք այսպես կողքերից չասեք, ահա, ճուբուր աշկանել էր, հայ կրակածիլ գենանել էր, այլ միշտ գրում են, այդպես մեր աղմախներ կան, որ անընդհատ այդ օրերով, ժամերով, թվերով, այսպես բերեցինք, հավաքեցինք 4 գրքերը, որոնցից այս առաջին 2-ը, որ հիմա պիտի հրատարակվեն այս 2-ը, արդեն 5-րդ անգամ են վերհրատարակվում, միջայլոց, հա, սա հիանալի ցուցանիշ է Հայաստանի համար։ Բայց մինչ այս որևէ ֆորմատով այս աշխատանքը չի արվել, ֆորմատով ինչ իմաստով, որ կան մարդիկ, հա, մեր Արծվի Բախչինյանը օրինակ հավաքել է մարդը լուրջ գրքեր, բայց անուն, ազգանուն, այս էր արել, են էր արել, ցակումով հայեր են, էսեն են։ Մենք ամեն գրքում մի 30, 25, 40 նայած ինչպես կլինի, հա, զետեղեցինք մարդկանց, բայց կենսագրականներով եւ իմ հեղինակից ձեռագրով, այսինքն որոշակի դրամատուրգիական, ոչ թե դրամատուրգիական, գեղարվեստական որևէ ուղղություն տալով սկսեցինք այս մարդկանց տոհմածառից ով էր ու մեր երեխաներ ինչպես եկավ ուր հասավ եւ գրքերը ցանկացած 4 գրքերից սկսվում եւ ավարտվում են հեղինակի խոսքով, այսինքն ինչպես ստացվեց, սիրելի ժողովուրդ, որ հազարամյակներ այսպես համամարտկայինի ակունքներում կանգնած ժողովուրդը հանկարծ լեն ու բոլդարը եկավ ասա մի օրվա, որ ստացվեց ինքը ոչինչ չունի, ինքը շատ փոքր է, ինչ էլ ունեինք, պարզվում էր այսքան ժամանակ մենք չէինք, չգիտեինք որ սա մերը չէր։ Պարզվեց հանկարծ որ մերը չի, դա էլ պիտի տան գնա, հա։ Ինչ մնաց մեզ մնաց Եռաբլուր Սահյան ամոն կասեր կորուստները մնաց, որ մեր ձեռքից խլող չկա։ Հիմա երբ որ այդ կորուստները ներողություն համեմատում ես զուգահեռում ես այս ունեցած է Դավիթ ջան, այս ամոթի մասին էր այս 4 գրքերը։ Սա խանդավառություն չէր, որ ժողովուրդը պաթոս է ասում, սա պաթոսի համար չէր արվել։ Սա արվել էր ցույց տալու համար, որ դուք ձեր սեփական տոհմածառը չճանաչելով, ձեր տոհմածառը աճեց մի ճյուղը գնաց Եվրոպա, մեկը Ամերիկա, մեկը այսպես, մեկը այնպես, ընթացքում ես մի 2 անուններ իհարկե կտամ հասկանալու համար, թե ինչ պոտենցիալ ենք տվել այստեղ, իսկ սեփական տան մեջ մեզ մնաց միայն մեր կորուստները։ Ես պարզապես հիշեցնեմ, որ այս աշխատություններում զետեղված են երևելի ազգությամբ հայերի կենսագրություններ, որոնք ամբողջացրել է պարոն Մանվելյանը եւ ներկայացրել է բոլորիս, որպեսզի մենք նախ մեր արժեքը հասկանանք, բայց արժեքի հետ մեկտեղ, ինչպես պարոն Մանվելյանը ասաց, նաեւ վերջնարդյունքում հասկանանք, թե ուր ենք հասել եւ ինչ մնաց մեզ, մեր մեծ ազգային արժեքից։ Պարոն Մանվելյան, ասում եք, որ եզրահանգման եք եկել, ամեն դեպքում հեղինակի խոսքը կա։ Հիմա այդ եզրահանգումը ո՞րն է։ Մենք ամբողջ աշխարհին անդադար մատակարարել ենք մարդկային ռեսուրս, հանճարներ ու տաղանդներ, ու վերջնարդյունքում մենք մնացել ենք սենանք մեր փոքրիկ երկրում, ու մինչ օրս էլ չենք հասկանում, որ այդ տաղանդներն ու հանճարները կարող էին այդպիսիք դառնային Հայաստանում, թե այլ ընտրանք էլ չկար խոշոր հաշվով։ Իրենք պիտի մեծ շուկաներ, մեծ դաշտեր մտնեին, որ կարողանային նաև մեծ արդյունքներ բերել եւ հայ իրենց ազգանունը հնչեղ դարձնել ամբողջ աշխարհում։ Ո՞րն է այդ եզրահանգումը։ Հիմա տեսեք մի քանի օր առաջ էլի հարցազրույց էր, հա, լրագրողն այսպես ասում է պարոն Մանվելյան, եթե կարելի է մեր վատից քիչ խոսենք էլի, առանց էլ մենք նեղ վիճակում ենք, այսպես ժողովուրդը ընկճված, այսպես եթե կարելի է մի քիչ այսպես զորավոր բաներից խոսենք, որ ժողովուրդը հասկանա, որ ինքը տկար չի, ասում եմ, դե պաթոսն է դա էլի, բայց եթե երեխայի մոդելը վերցնենք որպես ազգի մոդել, երեխային ասենք, հա, ծնվեց երեխան մի տարեկան, մինչև մի տարեկան այդ երեխան որ տակնել անի, ինչ են անում, ծիծաղում են կամ չգիտեմ ժպտում են վայ, բայց 1 տարեկան, 2 տարեկանից հետո սկսում են արդեն կամաց, թե 3-4 տարեկան դա կրկնում, արդեն հասկանում են, որ այս երեխան հիվանդ է, սկսում են ծեծել, չգիտեմ անկյուն, ու հասկանում են, որ Մակարենկոն էր, չէ, ասում են մի կին ասում է ուսուցիչ երեխան շատ անհանգիստ է, չեմ կարողանում ոչ մի կերպ ոնց պիտի դաստիարակեմ այդ մեխանիզմը չեմ գտնում, ասում է քանի տարեկան է երեխան, ասում է 8 տարեկան է, այ ուսուցիչ ընդհանրապես 6 ամսական երեխա է, ասում է տիկին ուշացել եք արդեն 6 ամիս։ Սա խոսում է 6 ամսական երեխայի մասին, ընդհանրապես եզրահանգումը նա էր Դավիթ ջան, որ մենք ներսում, մենք ինքներս մեր հետ
յոլա այսպես կենցաղային հայ այդ ոչ հայերեն լեզվով ասած կենցաղային ներողություն այդ բառի համար յոլա չգնացինք, այսինքն մենք մի տեղում չկարողացանք այդ ամեն ինչը պատկերացնել։ Սկզբում ասեցին, գիտես, ինչ Օսմանյան կայսրություն էր, տիրապետության տակ էին, հետո այստեղ, հետո այնտեղ, ԽՍՀՄ-ում այսպես էր, ցարական Ռուսաստանը մեզ նեղում էր, սովետականությունը մեզ նեղում էր, բոլշևիկները մեզ նեղում էին, եկավ ասա 1991 թվականը մեր անկախությունը հայտնվեց A4 ֆորմատի թղթի վրա եւ դրանից ինքնում չգնաց։ Մենք կարդացինք, մենք հասկացանք, որ մենք անկախ ենք։ Մենք երեխա ենք այն ժամանակ, հա։ Ես հիշում եմ, որ առավոտ շուտ վեր կացա, մեր կողքի հարևանները եկավ, ասում է, բալամ, ասում առավոտ շուտ քնիցս վեր կացա ու անկախ անձնից անկախ էի։ Այսինքն ինքնը չէր հասկանում ինչ էր։ Հիմա տեսեք, մինչև 5-րդ, 6-րդ դասարան ներողություն եմ խնդրում իհարկե կենցաղային պատմության համար, բայց համեմատության համար պիտի ասեմ, հա։ Մաման շատ էր աշխատում, մենք էլ երկու աղբերներ էինք, հա չէր հասցնում մաման, ասում էր երեխեք կամաց սովորեք մի քիչ ձեզ դժվար բան չասենք այդ շալվարները արդյունքել կամ չգիտեմ, դժվար չի, ես կսովորացնեմ, չի հասցնում մաման։ Ես էլ գնացի այսպես առևտրային հոգեբանությամբ, ասի խնդիր չկա, ես իմ շոուերը կհարթուկեմ, ես իմ անկողին էլ կհավաքեմ, բայց չլինի այնպես, ասես այս ուրեի շամ 5-ից հետո դուրս չիշնես, ֆուտբոլ չխաղաս, այս փոխանակ ենք էլի, խնդիր չկա։ Ես իմ գործերը կանեմ, դու ինձ ազատություն տուր։ Մաման ասեց վստահ ես։ Ասեցի հա, ասեց հարց չկա։ Երբ կուզես գնա, ինչ կուզես արա, երբ կուզես իջի դուրս, ինչ կուզես արա, բայց գործերը պիտի անես։ Անցավ 2 օր, մամային ասեցի, մամա ջան, խնդրում եմ էլ են հին քո վարդապետական, ասենք այդ մեթոդներով կլինի, ինչ կլինի, ծեծու ջարդով կլինի, չգիտեմ ինչով կլինի, բայց ես հանձնվում եմ, կլինի, ես իմ ազատությունը տամ քեզ, մենակ այս գործերը դու արել ես։ Ես տեղաշորավակող եմ, ես մի անգամ փորձեցի այդ բանը հարթուկել երեխա, այն Լենինի գլուխն էլ դա հարթուկեցի տարան, ասես փուճուրը ախմախ նշան ունեին, չէ՞ կպցնում էին այդ բաների վրա։ Փոխանակեցի լավիթ։ Չկարողացա անկախ լինել։ Չկարողացա անկախ լինել, որովհետև ինձ ազատ չէին դաստիարակել, այդ անկախությունը վերցեցինք, կարդացինք, ասեցինք մենք անկախ ենք։ Ինչի ենք անկախ, որովհետև Կրեմլը չկա։ 91 թվականի դեկտեմբերի 8-ին Կրեմլը համարվեց, ոչ թե Կրեմլը, այլ ԽՍՀՄ, հա, այսպես փլուզվեց, հետո մենք ասեցինք մենք անկախ ենք։ Առավոտ վեր կացանք եւ հասկացանք, որ մեզ սովետական միությունից մնացել է օժիտ մի զորավոր, ասենք, չգիտեմ, այնպիսի հարստություն, որ չգիտեմ, որևէ արաբական շեխ երևի չկարողանար այդպիսի օժիտ տալ աղջկան, հա։ Այդ սկական գործարանները, թաստոսներով, չգիտեմ ինչերով, մեր հանքերը հանկարծ անկախացան մնացին մեզ, մենք արդեն պատերազմի մեջ էինք, մենք արդեն լուրջ կորուստներ ունեինք, մենք արդեն երկրաշարժ էինք անցել, մենք արդեն հազարավոր կորուստներ ունեինք ու հանկարծ անկախացանք, այս ամեն ինչը մնաց մեզ, գումարած դրան, առանց մի գրամ պաթոսի պիտի ասեմ, համամիութենական լավագույն վարպետներն էլի հայեր էին, այդ գործարաններում աշխատողները։ Այսինքն մեզ մի հրաշալի բան առիթ ընձեռվեց, որ մենք էլ պատերազմի մեջ։ Եթե Հայաստանի Հանրապետության առաջին իշխանությունները կարողանային օգտագործել սա, օրինակի համար, մի կարճ ժամանակում մենք կհասնեինք ուղիղ նրան, ինչին հասանք 94 թվականին, բայց ավելի քիչ կորուստներով եւ վերջնականապես արդեն կհասնենք սա, այսօրն էլ այսպես չէր լինի։ Ինչի չհասանք դրան։ Ինչի չհասանք, այո, հարցերի պատասխանն է։ Այո, ինչի չհասանք դրան, որովհետև յոլա չգնացինք։ Չէ, հիմա ես փորձում եմ նորից այստեղ վերջնաբանում, արդեն որտեղ նախաբանում գրքերը սկսվում են, թե ինչ էր կատարվում այսպես, ինչու այսպես եղավ, ինչ ընթացք ստացավ, հա։ Խոսում ենք մարդկանց մասին եւ վերում ենք վերջնաբանին։ Որն էր վերջնաբանը, որ սիրելի հայր, եթե դուք ուզում եք ուղակի չմեռնել, հա, մարդը ասում է չեմ ուզում մեռնել։ Եթե կարելի է Ռուսաստանում էլ ուղղակի չմեռնել։ Չէ, օրինակ եմ, ասենք պատերազմի դաշտում մարդը ուզում է չմեռնել։ Մեծ գլոբալ եմ այսպես ասում, եթե ուզում եք չմեռնել, ինքը մի քիչ շատ վատ է հնչում, բայց մոտավոր այդպես է գալիս։ Ուզում եք չմեռնել, զենք առեք։ Բայց եթե դուք ուզում եք ապրել, ես չեմ հասկանում, դուք ուզում եք չմեռնել, թե դուք ուզում եք ապրել։ Անընդհատ տպավորություն որ մարդիկ չեն ուզում մեռնեն, կռվ են տալիս չմեռնելու համար։ Դե գործոնները դրա վրա ազդող։ Հիմա եթե ուզում եք ապրել, մանկապարտեզներ կառուցեք։
Գալիս ենք հասնում ենք այստեղ ասում են, դե իշ մանկապարտեզ ախր, հիմա տես իշ մանկապարտեզներ են կառուցում, ասեմ իշ մանկապարտեզներ, ասենք քարերն են լավը, ժողովուրդն են լավը, դաստիարակներն են լավը, նրանք են լավ, ինչո՞վ են լավը, բարեհամբույր սիրուն երեխեքին չեն ծեծում, ասենք չգիտեմ ինչ չեն անում։ Դուք մանկապարտեզ հասկացողությունը հասկանում եք ինչա։ Շենքը։ Մենք մանկապարտեզում չունենք մանկավարժներ։ Օրինակ սովետական միության ժամանակ մանկապարտեզը մեր համար պապայց ու մամայից թաքնվելու միջոցներ, ասենք մինչև ժամ 5 այդ մարդիկ զբաղված են, վեզի շուր մեկը զբաղացնում էր, 5-ի 6-ին պապան մաման տիգային տանային, հա։ Ինչին անում երկու տանկա պլաստիկին կտային, չգիտեմ ինչ են տալիս, հենց ախմախ բաներ էին անում, զբաղացնում էին երեխեքին, բայց իրենք իրենցով կոչվում էին դաստիարակներ։ Այսինքն ոչ թե մանկավարժներ, այլ դաստիարակներ։ Հիմա ինչ ենք անում մանկապարտեզում 1991 թվականի անկախության այդ A4 ֆորմատի թուղթը կարդալուց հետո համար առաջին գործողությունը ապամոնտաժել սովետական կրթական համակարգը, բոլոր տեսակի ազդեցությունները, ստեղծել նոր կրթական դաստիարակչական համակարգ, ստեղծել նոր մանկապարտեզ։ Դե ով պիտի աներ, պարոն։ Դե ով պիտի աներ, ոչ մեկը պիտի չաներ։ Ով այդ ժամանակահատվածում դա ով պիտի աներ։ Հիմա տեսեք, հիմա զենք առնեին, ինչ որ կերպ պեղեին, բերեին, որ առաջնագծում ինչ որ կերպ սնունդ եւ զենք Եթե մենք հետ գնանք 100 տարի առաջ 15 թվականի նախորդին, եթե մենք հետ գնանք դրանից էլ մի 20-30 տարի առաջ, ասենք 1800-ական թվականներին Համիդից առաջ, հա, անընդհատ նույն նախադասությունը կկարդալ Դավիթ։ Անընդհատ այս ժողովուրդը գալիս են կանգնում են փորձանքի շեմին, հետո երբ որ ասպես սիրելի ժողովուրդ հաջորդ փորձանքի շեմին չկանգնելու համար դուք ունեք գերագույն գլխավոր 4 հիմնասյուներ, դուք պիտի պետականություն եք ուզում կառուցել, դուք զենքով ընդամենը փրկվելու եք այսօր, վաղը մյուս օրը։ Բայց եթե դուք ուզում եք ապրել, եթե դուք երկարաժամկետ ինչ-որ գծագիր եք ուզում գծել պետական, եթե քո սերունդը պիտի աճի, դու քո սերունդը պիտի ճիշտ դաստիարակես։ Դու չես կարող 30, 40 կամ 50 տարեկան մարդուն այսօր վերցնել պետության գլխին հայտնված մարդուն վերցնել ասել, ինչ անդաստիարակես դու։ Մենք ենք դաստիարակել, մենք ինչ ենք տվել։ Եկեք բոլորից ցանկացած մեկից պահանջենք, հա մարդիկ գալիս են հասնում են այստեղ սկսում ենք պահանջել, ասում ընտանիքը սկսվում է ոչ թե մանկապարտեզ դաստիարակ պետությունը սկսում է ոչ թե մանկապարտեզից, այլ ընտանիքից։ Ասում եմ սիրելի ժողովուրդ, ախր այդ ընտանիքի զույգը երբ որ ամուսնանում են պիտի երեխա ունենան, չէ՞։ Ախր նրանք էլ պիտի անցած լինեն այն զրոյական մակարդակից սկսվող մանկապարտեզը, սա մի օրվա չի, սա 2 օրվա չի, սա 10 օրվա չի, բայց 100-ամյակներ շարունակ, ասենք, ինչպես մեկը փորձել ասել, որ սիրելի մարդիկ, դուք 100-ամյակների շրջանով, եթե այսպես տարածական ինչ-որ պլաններ եք ուզում կազմել, դուք պիտի ունենաք կրթական համակարգ, անկախ կրթական համակարգ, այսինքն դաստիարակչական համակարգ պիտի ունենաք։ Հետո այդ դաստիարակությունը փոխանցեք դպրոց, այնտեղ տարաճանաչություն տան, հետո գիտելիք տան, որպեսզի Հա, բայց այդտեղ նախ եւ առաջ պետություն պիտի ունենաս։ Դե հիմա ո՞նց եմ ասում 5000, 6000, 7000 տարի առաջ մեր ժողովուրդը ամեն անգամ 2000 տարի տարիքն ավելացնում է։ Մեկը կասի մենք 6000 տարեկան ենք, մեկը 20000, մեկը 50000, կարևոր չի, թվերը չխաղանք, բայց պատմության այդ ընթացքում երբ որ հետ ես գնում, որտեղ ուզում ես նայի Դավիթ։ Հետո գտնում են մեկին ասում են սա մարգարե էր, օրինակ գնում են, չգիտեմ, Ավետիք Իսահակյանին, հա ես դες ասում եմ կգա ոգուսով, դուք քաղցեք ասում են մարգարե էր։ Ասում եմ այ ժողովուրդ ջան, դուք 5-6000 տարվա ձեր պատմության էջերը երբ որ պահին թերթեք, այնտեղից որ մարգարեներ եք անում։ Ձեզ թվում էր թե Ավետիք Իսահակյանը մարգարե էր, որովհետև տեսավ 50 տարի առաջ։ Դուք պատկերացնեք, որ Ավետիք Իսահակյանը կարդում էր մեկին, որն ապրել էր իրենից 150 տարի առաջ, ու Ավետիք Իսահակյանը այդ մարդուն համարում էր մարգարե։ Եթե դուք այսպես պատմությունով հետ գնաք, դուք չեք հասկանում, այդ մարդիկ մարգարեներ չեն, դուք ամեն Պարզապես պատմություն հաշվարկել գիտեն։ Դուք նույնն եք։ Չէր փոխվում էս ամեն ինչը։ Ես օրինակ ես 4-րդ գիրքը, հա, մեզ միայն հայուհիները որտեղ կային, երկար տարիներ Դավիթ ես ինքս միշտ մտածել եմ, ասել եմ Համիդյան ջարդերից հետո մնացին Թուրքիայում, հա։ Տոյեղերնից հետո մնացին։ Լավ իշխներ, խնդիրը, ինչ էին այս մարդիկ մնում միտեղ, որտեղ իրենց անընդհատ կոտորում էին։ Նախ Համիդյան ջարդերից հետո 1908 թվականին հերի-թուրքերը նոր սահմանադրություն ընդունեցին։ Հայերը 1908 թվականը, ասենք, Համիդյան ջարդերից անցել էր մի քանի տարի ընդամենը, եւ այն ժամանակ, ասենք, ովքեր փրկվել են այդ Համիդյան ջարդերից, նրանց երեխաները նոր 16-17 տարեկան երեխեք էին։
17-18 տարեկան երեխեք, որոնց ծնողներին կոտորել էր Համիդը։ Այս երեխեքը վեր կացան Թուրքիայի մեջլիսի դռները կոտորեց, ասեցին մենք էլ ենք ուզում ծառայել ձեր բանակում։ Եվ Թուրքիան ասեցին, այ սիրելի մարդիկ, դուք իսկականից ասենք մի բան են չի ձեր հետ էլի։ Ինչ եք ուզում։ Այս Համիդն է կոտորել ձեր ժողովրդին։ Մենք ուզում ենք ծառայել ձեր բանակում։ Ծառայողների 90%-ն արդեն գրանցված էին այն գրքում, որ 7 տարի հետո պիտի իրագործվեր։ Գիտես անուն, ազգանուն, առազգանուն, մտավորականներով ամեն ինչով գրանցված էր։ Դա ո՞րն էր պատճառը։ Ես չգիտեմ սրա պատճառը ո՞րն էր, բայց 15 թվականից հետո նորից մնացին։ Ու երբ որ ես սկսեցի քանդել պատմություն ու գտա այս կանանց, ամուսիններից են բաժանվել նույնիսկ Դավիթ, ամուսինները ստիպել են նստել նավը, որ հեռանան Ստամբուլից, կանայք կան, որ ամուսիններից բաժանվել են, բայց չեն գնացել, ասել են չէ, մենք պիտի մնանք այստեղ։ Ու սրա գերագույն գլխավոր, այսպես ասած, պատճառը մեր երեխեքն էին։ Երբ որ հայ առաքելական եկեղեցին որ փահավաք էր կազմակերպել Եղեռնից հետո, հա, հազարավոր երեխեք մնացել էին դրսում։ Այս հայուհիները, այս կանայք սեփական կյանքի հաշվի նրանց մեջ կան մարդիկ, որոնց մի հատ էլ Քեմալը սպանեց հետո։ Սեփական կյանքի հաշվին, առողջության, երջանկության, չգիտեմ ինչ հաշվին մնացին, որ այդ երեխեքին կարողանան տիրություն անել։ Ու կարդում ես իրենք ասում են, ես ոնց թողեմ այս երեխեքին գնամ։ Նրանց անունները մեզ չհասցավ, նրանցից ոչ մեկին այստեղ չեն ճանաչում։ Այստեղ մի կին կա, Դավիթ ջան, ես ուզում դրա մասին առանցին ասել, էլի, օրինակ այսօր երեք մեր Ալենուշ Տերյանի ծննդյան տարեդարձները ամբողջ Facebook-ով այսպես պատտում են, էլի դարձրել են պաթոս, Իրանի աստղագիտությունը, մեր Ալենուշ Տերյանը։ Այստեղ մի կին կա, ում անուն ազգանունը մեր ժողովրդին բացարձակ ոչինչ չի ասում։ Ես նույնիսկ եթե գիտես այդ փողոցներն գնենք այսպես հերթով հարցնենք, ասենք Բերսաբե Հովսեփյաննով էր։ Նախ անունն է շատ այսպես յուրահատուկ անուն, հետո ոչինչ չի ասում այդ անունը, օրինակ քեզ ինչ-որ բան ասում են։ Չէ, ցավալիորեն ոչ, բայց գիրք կարդալուց հետո վստահ եմ կասի։ Ուրեմն ոչինչ չգտանք այս կնոջ մասին, բացի պարսկերեն մի գիրք կար այսպես ամբողջ։ Ինչու եմ այսպես ցույց տալիս, որովհետև ինքը լավ on-line էր այդ գիրքը, բայց որ թերթում ենք, ես մտածում եմ, ինչ չեն արել։ Պարսիկները գիտես ոնց են նկարագրում Դավիթ։ Քարը, որը դրվել է քարի վրա, 20-ից 150 տարի առաջ, նույն կերպ պահպանել են, պահպանվել է այդ փայտի դուռը, պահպանվել է ներսի կաղնին, պահպանվել է նույնիսկ այդ փոքրիկ այդ կարուսելները, իրանք այդպես նկարագրում են։ Մենք պարսկերեն բացարձակ չիմանալով այս ժամանակակից այս բաներն օգտագործելով մի կերպ փորձեցինք այդ գրքից գոնե հանել այդ կնոջ կենսագրականը։ Այս կինը համարվում է Պարսկաստանի ժամանակակից կրթության հիմնադիրը, հասկանում ես, Պարսկաստանի ժամանակակից կրթություն, այս մարդիկ գնացել են, ասենք Ալենուշ Տերյանի մասին խոսվում է, թեև ես Ալենուշի մասին դեռ 3 տարի առաջ եմ գրել գրքում, հա։ Պատտվում է, բայց կան անուններ, որ բացարձակ տեղյակ չեն, ասենք, հա, օրինակ Բերսաբեն այն ժամանակ էր, որ փորձում էր հիմնել այդ ամեն ինչը, հասկացա, որ մանկապարտեզ էր պետք։ Հասկացա, որ երեխաներին տառաճանաչություն, գրագիտություն տալուց առաջ պետք էր դաստիարակություն, ինչպես ճապոնացիները։ Մտնում ես մանկապարտեզ, Ճապոնիայի մանկապարտեզներում գիտես ինչից են սկսում Դավիթ։ Հիմա որ ասեմ, պիտի հասկանանք ինչի էր պետք մանկապարտեզը։ Այն երեխա ժամանակ հիշում, երեխա չէ, դպրոցական տարիներին այդ որ հավաքվում ենք այդ դասանով, այսպես ախմախ խաղ կարա, աթոռը դնում ենք, պտտվում ենք, հետո պիտի նստենք, ով չէր հասցնում, պիտի այն մեկին պաչեր, աղջիկ տղեկ, ճապոնացիները դնում են 2 աթոռ, 3 երեխա։ Հիմա ես ու դու նստած ենք, այստեղ ուրիշ աթոռ չկա, ավակ մեկը մտնում է ներս։ Դու պիտի նայես ինձ, ես պիտի նայեմ քեզ։ Մեզնից ով պիտի վեր կենա։ Հա, ես վեր կենամ, թե դու վեր կենաս։ Երկուս պիտի վեր կենանք, եթե մեզնից ավակ է գալու։ Ճապոնացիները երեխեքին, փոքր երեխեքին սովորեցնում են զիջել մարդուն։ Ինչի համար։ Մարդը կարող է մտնել այսպես պատտվել ու դուրս գալ, հա, բարև ձեզ ու թողես գնաց, բայց երբ որ դու զիջում ես մարդուն, հաստատվում է առաջին շփումը, կոմունիկացիան։ Շնորհակալ եմ։ Այդ շնորհակալությունին կարող է հետևել մի ուրիշ բառ, այսինքն զիջումից սկսվում է կոմունիկացիան։ Սկսում է փոխհարաբերությունները։ Երեխաները սովորացնում են զիջել իրար, որպեսզի ճանաչեն իրար։ Դու եթե մարդուն մտավ պատտեց գնաց, մենք որտեղից ենք ճանաչելու։ Վեր ես գնում, զիջում ես, մարդիկ նստում են, կոմունիկացիան հաստատվեց, խոսելու
շնորհքը, հա, ու գալիս է այստեղից արդեն միմյանց լսելու արվեստը։ Ժամերով խոսես, հիմա ես խոսեմ ու դու ասիկ մի ժամ այսպես ոչինչ չասես, որպեսզի վերջում ճիշտ հարցը տաս։ Ես հիմա նայում եմ մեր շուրջը, այ մարդ գիշեր, ցերեկ, առավոտ, իրիկուն խոսում են, ասում պարոն, դուք որ այդքան խոսում եք, դուք երբ եք հասցնում լսել։ Իսկ եթե դուք չեք լսում, դուք ո՞ւս կարող եք ճիշտ հարցը տալ։ Ինչ հարցեր եք տալիս։ Մարդը մի բառ խոսում է, դուք ասում եք, կրակածիլ Գենան էլ էր հայ։ Ասում են պարոնայք, այս գիրքը Դավիթ սկանդալային դարձավ, թե 5-րդ անգամ հրատարակվում, հա, գիտես։ Չի, ինչի սկանդալային։ Որովհետև այստեղ կան մարդիկ, որ այս ժողովուրդը չկարողացան մարսել, այնքան տեղյակ չեն։ Չէ, բայց ես քեզ անկեղծ կասեմ, 1000 կներես գիրքը կարդացել եմ եւ հպարտությամբ եւ լացով։ Դե այդպես էլ պիտի լիներ, Այդ երկու զգացողություններն սխառը անդադար իրար հաջորդելով գնում էին առաջ, ճս պատկերացնի այնպես։ Հիմա մեր էս ինչ են ասում, 5-րդ սերնդի պատերազմ են հասել, ինչ են ասել, հա, գերագույն գլխավոր այդ սարսափը օթից չէ, այդ բաները այդ ինչ էին ասում։ Անօթաչու թռչող սարքերը, այո։ Ուրեմն Դավիթ ջան, պատասխանատու եմ ամեն ասած այս բառի համար, եւ ռուսները սա երբեք չեն բացելու, չեն ասելու, չեն խոսելու, բայց փաստաթղթերը կան, անուն ազգանները կան։ 1939 թվականի հոկտեմբերի 9-ին 1939 թվականի հոկտեմբերի 9-ին երկրորդ աշխարհամարտը արդեն սկսվել էր, Հիտլերը մտել էր Լեհաստան, Ավստրիան իրենով էր արել, Չեխոսլովակիան գիտես, են ստուդենտներով, այսպես վերցրել էր։ Մյուխենյան այդ դավաճանությունը ստորագրված էր, հա, Մուսոլինի, Դելադյե, ֆրանսիացիները եւ իտալացիները գումարած Հիտլերը, հա, անգլիացիները Չեմբերլենին ուղարկեցին, Չեմբերլենը գնաց Մյուխենում պայմանագիր ստորագրեց, եկավ ուրախացավ, ասեց մենք պայմանագիր ենք ստորագրել խաղաղություն է լինելու, Չերչիլն այդ ժամանակ որ ճիշտ է, քաղաքական դիվիդենտներ պիտի հավաքեր, ասեց ում հետ ես, այ տղա ջան, կպայմանագիր ստորագրե։ Զելկաս դյավոլամ, դու գնացել ես Մուսոլինիի հետ, որին Հիտլերի ուսուցիչն էր համարում, հա, հետը պայմանագիր է ստորագրել, այդ հայտնի արտահայտություն է կա, ասում է պարոնայք դուք պատերազմի եւ խաղաղության միջև չէ, պատերազմի չէ, ոնց էր ասում, այսինքն դուք կարող եք պատերազմ ընտրել, բայց դուք ընտրեցիք խաղաղություն, այսպես մոտավոր արտահայտությունը ճիշտ չեմ հիշում, դրա համար խայտառակության եւ պատերազմի միջև ասում է դուք ընտրեցիք խայտառակությունը, դրա համար կստանաք խայտառակ պատերազմ։ Եվ խայտառակություն եւ պատերազմ։ Հա, դուք վերջում իհարկե սա ստանալու եք։ Եկավ 39 թվականը Հիտլերը հարձակվեց։ Հոկտեմբերի 9-ին Լենինգրադի օդանավակայաններից մեկից առավոտյան Ստալինի ղեկավարությամբ Ստալինը կանգնած էր այնտեղ, որտեղ նախորդ օրը զեկուցեցին, ասեցին պարոն Ստալինը, որ ասում է իրեն, էդի պատրաստ է։ Ասեց հնարավոր չի։ Ասեց պատրաստ է։ Ասեց ինժեներին բերեք, թող անձամբ փորձարկի։ Դե գիտեն ինժեները ասենք որ հանկարծ մի բան են չեղավ, ինժեները ազգովտակար պիտի պատասխան տա։ Դավիթ ջան 39 թվականի հոկտեմբերի 9-ին Լենինգրադի օդանավականից B1 թե B2 չեմ հիշում, ծանր կործանիչ այն ժամանակների համար ծանր։ Օդ բարձրացավ։ Մոտ 40-45 րոպե կատարեց պայմանական մարտական առաջադրանքը, դեռ սովետին չէր ասել պատերազմը, գիտես։ Եվ բարեհաջող վայրեջ կատարեց առանց օդաչուի։ 39 թվականի հոկտեմբերին առանց օդաչուի։ Ես ավելի հետ չեմ գնացել, ես չգիտեմ աշխարհում կար է նմանը թե չէ, չգիտեմ, չեմ կարող ասել։ Կասկածում եմ որ 39 թվականին անօդաչու Ես չգիտեմ նույնիսկ դրա պատմությունն ինչ եղավ։ Բայց Բաքվից այդ ինժեները Չաչիկյան Ռուբենը, հա, հետո ստեղծեց այդ կատապուլտի համակարգը, հետո նա, այսինքն ինչ որ կապված էր տիեզերքի հետ, որ պիտի մտներ Սառը պատերազմի երկրորդ փուլ, եթե գնանք հասնենք այդ տիեզերքին, ասում են պարոնայք, այդ ձեր ողջ էլեկտրականությունը, որ այդ ուղարկում եք վերում եք, չգիտեմ ինչ էինք անում, սկսենք նրանից, որ մեր Արցախի ծմակահողից Անդրանիկ Յոսիֆյանն էր այդ ամեն ինչ անում եւ Հայաստանում ինչ որ կապված էլեկտրականության հետ անպայման կապված է Յոսիֆյան Անդրանիկի հետ։ Եթե հանկարծ հանում ենք պատմության միջից Քեմուրջյան Ալեքսանդրին, օրինակ, իսկ դու 3 քյավառցիներին, մենք հիմա այսպես
տնավարի կենցաղային լեզվով որ ասում են քյավար, մենք գիտենք քյավարցիներն եկան, այսպես կարտոֆիլը դրեցին, տնական արաղը դրեցին, ավել բան ոչ չեն պատկերացնում։ Բայց այդ երեք քյավարցիների մարդիկ քյավարցիներ էին, գավառից այն ժամանակ կոչվում էր Նոր Բայազետ։ Այդ երեք քյավարցիները սովետական միության պատմության միջից դուրս ես բերում, ես չգիտեմ ինչ են դառնում այդ մարդիկ։ Բուրնազյան Ավետիք, Քոչարյան Սամվել եւ Մետաքսյանը Կիրակոս, որին Բերիայի թեթև ձեռքով դարձրեցին Կիրիլ Շոլկին, հա։ Գրոսնյացեց ռուսկայի ատոմների բոմբի։ Բերեցին, երբ որ այդ առաջին փորձարկումներն արեցին, Բերյան շատ ուրախացավ, Կուրչատովը փրկվեց վերջապես եւ Բերյան փրկվեց, որտեղ երկուսի գլուխն էլ պիտի թռներ, հա։ Կասկած։ Բերյան ասեց հրաշալի ամեն ինչ, բայց մեզ կնքահայր է պետք։ Դե կնքահայրը Կիրակոսն էր, որովհետեւ առաջին 3 փորձարկումներն այդ մարդու պատասխանատվության տակ են արվել, հա։ Ով ես, ես մարդն եմ ասել, մի քիչ հայկական ազգան ունեց։ Չի նայվում էլի, հա, Կիրակոս, Կիրիլ, նորմալ է։ Այդ մետաքսը ոնց է թարգմանում, մետաքսն էլ թարգմանեք ռուսերեն, այդ ինչա, շոլկա, մոլկա, չգիտեմ, դարձրեք Կիրիլ Շոլկին։ Հետո Բերյան գնաց, ոչ թե գնաց գնդակահարվեց, Ստալինը արդեն չկար, եկավ պարոն Կուկուռուզնիկը, հա, Խրուշովը, ասեց ես քիչ է, ես բան եմ ուզում, ցար բոմբա, արդեն անցնում են ցար բոմբային։ Պատմությունը էսպես է, Դավիթ, մենք գիտենք, որ բայց Մետաքսյանը ցար բոմբայի հետ կապ չուներ։ Դե եմ ասում, երբ որ եկավ ցար բոմբայի ժամանակը, Մետաքսյանն ասեց, պարոն Կուկուռուզնիկ, դու պատկերացնում ես ինչ ես ուզում։ 45 թվականի օգոստոսին, երբ որ Թրումանը վերջապես որոշեց այդ ռմբահարել բանը, հա, Հիրոսիման ու Նագասակին, արտահայտությունը Դավիթ տպված, պահպանված, գրված, Օպենհայմերի արտահայտություն էր, Միսելը ռաբոտու դիավոլա։ Օպենհայմերն ասում է, ինչ արեցինք։ Իրանք էլ չէին պատկերացնում։ Հիմի պատմությունը գալիս է այսպես, մեր Աշոտ Աղաբաբյանն էլ գրքում պատմում է, որ մենք մեր հետախույզը Հայկ Հովհակիմյանը ռեզիդենտը գնաց մտավ Մանհեթենյան։ Խնդրում եմ, դա եւս Մանհեթենյան ծրագրի մասով, այսինքն մենք միայն Ռուսաստանի խորհրդային միության պարագայում չենք ներկայացնում ապահովել։ Չէ, բայց ես ուզում եմ պատմությունը ճիշտ ասել։ Հայկ Հովհակիմյանը հետո տարիներ անց խոսում էր, այս զրույցը կայացել է Հայկ Հովհակիմյանի, Տիգրան Պետրոսյանի եւ Արամ Խաչատրյանի միջև ընկերներ էին։ Պատմում էր, ասում է, երբ որ ես 40 թվականին վերջապես այդ Նյու Յորքում որպես ուսանող այդպես կարողացա մտնել Մանհեթենյան նախագիծ, միջև այսօր համարվում աշխարհի ամենագաղտնի ծրագրերից մեկը, այն ժամանակ պատկերացնում ես, ինչ կարգի վերահսկողություն էր առաջին ատոմային ռումբը Լոս Ալամոսում, դու պատկերացնում ես ինչ էր կատարվում։ Դե խոսքը առաջին ամերիկյան միջուկային զենքի մասին է, որ ու Հայկը պատմում ասում է առաջին ասում մեծ անակնկալը, որ ես առաջին դուռը բացվեց Լոս Ալամոսի, ես հասկացա, որ ես ատոմային ծրագրի նախագծում եմ, ասում առաջին դուռը բացեցի, թե չէ, բալամ է դրան հետևում 3 հոգի հայերեն էին խոսում։ Լոս Ալամոսում 3 հոգի հայերեն էին խոսում։ 4-րդ թայներ էլի խոշոր հաշվով։ Հիմա տես ինքը ինչ դպրոց էր անցել, ասում այնքան սարսափելի հարված էր, ասում որ ես ոնց պիտի որևէ միմիկա ցույց չտայի, որ հանկարծ չհասկանան, ես ինչ ծանոթ լեզու է։ Լոս Ալամոսում։ Լոս Ալամոսում։ Այսինքն ինքն Բայց հպարտության առարկա չէ, հիմնական մեսիջներից մեկը դա է։ Ես ասեմ, հա, իհարկե սա բանի մասին չի խոսքը։ Հայկ Հովհակիմյանը ձերբակալվեց։ Գտան, հասկացան, ով էր ձերբակալվեցին, բայց որովհետև Հիտլերը մտավ արդեն Լեհաստան, երկրորդ աշխարհամարտը սկսվեց, ոչինչ չէին կարող անել, Ստալինը անձամբ շատ մեծ բաների գնաց, իհարկե զիջումների գնաց, բայց Հայկ Հովհակիմյանին բերեց այնտեղից։ Պատմությունը այսպեսին էր, երբ որ Օպենհայմերը հասկացավ, որ ճապոնացիներին ինչ արեցին ամերիկացիները, 53,000 ճապոնացիների ողջ այրեցին, հա։ Սա այն դեպքում, որ Ճապոնիան արդեն տեղ չուներ գնալու։ Գերմանիան արդեն հանձնվել էր, կապիտուլյացիան ստորագրված էր, Ճապոնիան տեղ չուներ գնալու, Խուդյակովին ուղարկեցին Մուգդենյան օպերացիային, այն Հենրի Պուկար չէ, դրանց այդ պսևդոկայսերին բռնեցին, տեղ չունեին գնալու, բայց Թրումենը որոշեց մի կրակոցով 2 նապաստակ խփել, հա։ Այսինքն նաև այդ քո ասած մեսիջն էր, որ ռուսներին ասեց նայեք, հա, պարոնայք։ Արդեն սա դուք էլ ձեզ նորմալ պահեք։ Մի անգամից ճապոնացիների հարցերը լուծվեց, որովհետև Պերլ Հարբորի հետ կապված մեծ
այսպես բան կար, չէ՞, Հոգեբանական հարված էր, մնացել իհարկե, էր էլի, որ հա Պերլ Հարբորում ինչ արեցին ճապոնացիները։ Օպենհայմերը ամեն ինչ արեց Օպենհայմերը։ Ոչ թե հետախույզները, իհարկե իրենց գործն ունեին։ Բայց ես սա խոսում եմ Հայկ Հովհակիմյանից 5 տարի անց, Հայկ Հովհակիմյանին պատերազմի նախաշեմին էին ձերբակալել։ 45 թվականին Օպենհայմերն ամեն ինչ արեց, որ այդ ատոմային նախագիծը մի կերպ ընկնի Ռուսաստան, Սովետական Միություն եւ ընկնի Խարիտոնի ձեռքը։ Սովետական Միության ատոմային ծրագիրը գլխավորում էին Խարիտոն ու Զելդովիչ, երկու հрьяաներ։ Խարիտոնի հետ Օպենհայմերը սովորել էր Օքսֆորդում։ Ինչ էր ուզում Օպենհայմերն, ուզում էր որպեսզի Ռուսաստանը արագ ատոմային զենք ունենա, որպեսզի այդ ամերիկացիների հետ ամերիկան հրեշ չդառնա։ պահվածքը զսպվի։ Այնտեղ Թրումենը սկսեց կպնել Օպենհայմերին, ես ցար բոմբա եմ ուզում, այստեղ Խրուշչովը կպավ, Մետաքսյանն ասեց ես քո համար ոչինչ չեմ անի։ Բան արեցին, տնային կալանք տվեցին։ Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։ Ակադեմիկոս։ Չէ, ակադեմիկոս չէ, չեմ հիշում ակադեմիկոսի կոչում ուներ, թե չէ, չեմ կարծում։ Պրոֆեսոր հաստատ։ Բայց փակեցին տան մեջ եւ որպես բարի կամքի դրսեւորում Խրուշչովը Անաստաս Միկոյանին ուղարկեց Կիրակոս Մետաքսյանին այցելության, ասեց դե քո հայրենակից։ Հա, գնա ասա թող մի քիչ իրան նորմալ պայմ, 2 կոպեկ թոշակ կտան, կապրի էլի։ Թիվը չեմ կարող ասել, կարևորել չի, ասենք եթե 500 ռուբլի օրինակի մար թոշակ էր նշանակել Խրուշչովը, որ Կիրակոս Մետաքսյանն էսպես ապրեր, Անաստաս Միկոյանը որոշեց այդ 500 ռուբլին դարձնել 200 ռուբլի։ Բայց կեսել ինքը արեց, ասեց քեզ էս էլ է շատ։ Դու հանգիստ նստի տեղը, դու նայա նորմալ պայի քեզ։ Միկոյան Անաստասը վերջապես այդ մարդու ուղեղի կաթվածքից մահացավ ու այն եղածն էլ վերցեցին, բոլոր կոչումները, բոլոր ամեն ինչը վերցեցին։ Սովետական Միությունում այս ամեն ինչը մնաց փոշու տակ, նրանց անունները չէր կարելի տալ, նրանց անունները չէր լսվում, հա, մինչև արդեն 90-91 Բայց թվական։ Անաստասյանն հո լսվում է մինչև ո՞ս։ Անաստասյանուն այն ժամանակ էլ էր լսվում, Անաստասը շատ հակասական կերպար, որովհետև շատ մարդկանց, ներսի մարդկանց կարողացել է փրկել եւ վերջապես երբ որ 36 թվականին կարծեմ, եթե չեմ սխալվում, բան դիվանագիտական կապեր հաստատվեց Ամերիկայի հետ, հա, առաջին այցելությունը դիվանագիտական Անաստասը պիտի մեկներ, արտաքին առևտրի նախարարներ կարծեմ։ Մինչ այսօր Կրեմլի դիվանագիտական պատմության մեջ ամենաերկարատևացն էր, որովհետև կարծեմ 3 ամիս թե 4 ամիս մնաց այնտեղ։ Դե հայկին պատմություն է, որ պաղպաղակը, ներբերշիկը։ Դե պաղպաղակը հիմա տեսեք, ես սրա մասին եմ ուզում ասել, դե Միկոյանին 100 տարի պետք չէր ոչ պաղպաղակը, ոչ ներբերշիկը, Անաստաս Միկոյանը քաղաքական գործիչ էր ու լուրջ գործիչ էր, հա։ Ամերիկայում գիտեն, որ այս մարդը դեռ Լենինի ժամանակներից գալիս է, բայց չգիտեն, որ մինչև Բրեժնև պիտի գնա ու պիտի ասեին օտիլիչա, դու իլիչա, հա։ Բայց շարունակությունն էլ ասա։ Դեզինֆրակտի պարալիչա։ Այս ժամանակ Աշխեն էսպես ասեց Անաստաս, ես էլ կգամ հետ էլ ամերիկան երկիրակեն ցեղային լեզվով եմ ասում, մի քիչ պատտենք։ Սովետական Միության արդյունաբերությունը 36 թվականից հետո, երբ որ Անաստասն ու Աշխենը վերադարձան Սովետական Միություն, 4 տարվա մեջ հասավ այն աստիճանի, որ Սովետական Միությունում սկսեցին արդեն ապրանք արտահանել։ Սովետական Միությունը վտարանդի էր, Քեմալական Թուրքիան ու Սովետական Միությունը վտարանդիներ էին, ոչ մեկ սրանց չէր ուզում արդյունաբերական գաճաշներ էին։ Ոչ մեկը չէր ուզում, բայց որ հասկացան, ասենք տարածքը մեծ, ամերիկացիները գնացին կոնտակտի, առաջինը դիվանագիտական կապ, Անաստասն ու Աշխենը գնացին, Անաստասը գնաց քաղաքական հանդիպումներին, Աշխեն ում անունը չի շոշափում, Աշխեն ընդհանրապես Անաստաս Միկոյանի կինն էր, բայց Աշխեն այդ ամեն ինչը հավաքեց։ Այն կնոջ աչքով ասին գրում էր գծում էր բերեցին այդ գործարանները մի անգամ շաքարի արտադրությունն հասավ այն աստիճանի, որ Սովետական Միությունը դարձավ առաջնատար։ Եվ եթե Անաստաս Միկոյանը, Միկոյանն է վերագրվում սա, բայց ես Աշխենին եմ սա վերագրում։ Եթե չէին արդյունաբերությունը չէին կարողացել 4-5 տարում հասցնել այդ աստիճանի, Դավիթ ես քեզ հավաստիացնում եմ նույնիսկ այդ զոհերի գներով երևի հնարավոր չլիներ պատերազմը հաղթել, որովհետև շատ լուրջ բան էր, սա Սովետական Միությունը սոված էր։ Նույնը կատարվում էր 3-րդ Ռեյխում այդ մեծ
ավանտյուրայի վրա, հա, Հիտլերը եկավ իշխանության, Գինդենբուրգի հետ կապված վերջին պրեզիդենտը ավանտյուրա արեցին, Գինդենբուրգը ինքն իր ձեռով Հիտլերին բերեց, ներկայացրեց որպես կանցլեր, բայց մտածում էր, որ ժամանակավոր ինչ-որ մի բան ենք դրել այստեղ, Եֆրեյտորը Էլ չգիտեր, որ ինքն էր հա, ժամանակավոր։ Եֆրեյտորը թող մնա այստեղ, մինչև հասկանանք ինչ են անում։ Ուզում եմ ասել, Գեբելսի պես կերպար, ասենք, հա, պրոպագանդայի հաշվին կարողացան ժողովրդին համոզել, որ գերմանացիները արիացիներ են, մենք վիշշայա ռասա, մենք այսպես, մենք այնպես, մնացած այսպես։ Իդեպ այնքան խորը, որ դրա արձագանքները մինչ օրս էլ կան մեր մեջ ասած։ Գիտես, ես Հիտլերին հիմա ասենք, եթե ես Չէ, արիության, յուրահատկության, առանձնահատկության, մնացած բոլոր ժողովուրդների մեջ իրենց տեղ ունեցող, առանձին տեղ ունեցող, այսինքն այդ արձագանքը անգամ գրեթե 100 տարի հետո գերմանական ժողովրդի մեջ զգացվում։ իրենք պահում են, Դավիթ, ես մի 10 տարի առաջ Դա Վինչիի հետ կապված ինչ-որ համաժողով էր, ինձ կանչեցին որպես թարգմանիչ, դպրոցում էր, երեխեքի դպրոցում էր, ինձ կանչեցին որպես թարգմանիչ ու օգնելու համար, հա, որովհետև այնտեղ ռուսներ կային, ֆրանսերեն պիտի թարգմանվեր, ինձ կանչեցին այնտեղ, գնացինք Չեխոսլովակիայից մարդ կար, 2 լեհեր էին, 2 ռուսներ էին ու մի գերմանացի, հա, մեկ էլ մի իտալացի։ Հիմա այդ ամեն կես ժամը, մի ժամ, որպեսզի բան չօգնեն, դուրս են գալիս, մարդիկ ծխում են, ես էլ չէի ծխում, բայց դուրս էի գալիս։ Ամեն անգամ ինչ-որ մեկը ընկնում էր դեմս, հա, իտալացին գալիս էր, ասենք դուռը բացում էր, անցնում էր, չէր էլ պահում դուռը։ Հետո այս հետևից մի դուռը բաց է, ռուսները չգիտեմ այսպես հերթ հասավ գերմանացուն, պես ստացվեց, որ գերմանացու հետ պիտի դուրս գայինք։ Գերմանացին եկավ, կանգնեց դրան ու դուռը բացեց ու քաշվեց այս կողմ։ Ասեց անցեք։ Զիջելն է էլի ճապոնաց։ Ես չհասկացա, անցա, սիգարետ հանեց ու հյուրասիրեց։ Ասեցի, չեմ ուզում, շնորհակալ եմ։ Կանգնեցինք մի 10-15 րոպե, դուռը բացեց, ասեց անցեք։ Վերջում էլ եկանք, ասեց ինձ հետաքրքիր է, էլի Դավիթ քարտեզի վրա, դպրոցական քարտեզի վրա, մատը բերեց, կանգնեցրեց մեր տարածքի վրա, ասեց իմ նախնիները այստեղից են գալիս։ Գերմանացին։ Ասեց դու հայկական ծագում ունես, ասեց բոլոր արիացիները հայկական ծագում։ Ինչ ապացուցում է, որ ռոպագանդան լավ խորն են ստել։ Լուրջ եմ ասում, ես չի պատկերացնում։ Ես էլ չեմ պատկերացնում, որովհետև մի տարի մեջ ապրելիս ես հասկանում էի, որ իրենք շատ յուրահատուկ տեղ են իրենց առանձնացնում եւ համաշխարհային պատմության մեջ եւ հիմա իբրև Եվրոպայի թիվ 1 տնտեսություն ցուցադրելով, որ ամեն դեպքում որքան էլ փորձեք մեզ ոչնչացնել, մենք միևնույն է Ֆենիքսի պես հառնելու ենք եւ դուք միևնույն է պատասխանատու եք լինելու մեզ։ Դե աշխարհը շատ վատ վարվեց գերմանացիների հետ։ Դա առաջին համաշխարհային պատերազմից հետո իրապես Վերսալի այդ պայմանագրով խայտարակ բաներ, որտեղ ֆրանսիացիները, գերմանացիները մեծ հաշվով այսպես արժանի չէին դրան։ Ավելի ծանր ստորացում հավանաբար որևէ մեկը չէր։ Հիտլերը դրա վրա կարողացավ գա։ Ես եթե ասենք այս տեսանկյունից ես նայում Հիտլերին, ասենք մարդի իր ազգի համար, իր ժողովրդի համար, ասենք պատրաստ էր, թեև աշխարհին առաջին մարդակերներից հետ եմ ասում, չկար մարդակերներից։ Հիմա վերադառնանք սրան, Դավիթ։ Վերադառնանք սրան, եւ ինչն ամենակարևորն է, Կիրակի տեղի ունենալու 5-րդ գրքի շնորհանդեսը։ Չէ, 5-րդ չի, ես առաջին 2 գրքերի վերահրատարակման շնորհանդեսն է լինելու, ինչ ասելիք ունեք, նախ մի քիչ տեղեկատվություն տանք, որտեղ է տեղի ունենալու շնորհանդեսը, ինչ ասելիք ունեք այն մարդկանց, ովքեր գուցե չեն գալու եւ իհարկե վստահաբար եկածներին առանձին ասելիք եք նաեւ ունենալու, ինչ կա, որ պակաս է մնացել կամ գուցե առաջին հրատարակություններից հետո դուք հասկացել եք, որ իրավիճակ է փոփոխվել եւ հիմա ասելիքը որոշակիորեն ճանապարհ է անցել, էվոլյուցիա է անցել, եւ այդ էվոլյուցիայի արդյունքում նաեւ ուղերձն է այլ լինելու։ Որն է այդ ուղերձը, որովհետեւ 3 տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, առաջին հրատարակությունը, այսինքն 3 տարին բավարար շրջան է մոնիտորինգի մշտադիտարկման ենթարկելու եւ հասկանալու մարդիկ ինչ վերաբերմունք են ցույց տալի։ Վերջնարդյունքում հասակ նպատակին, թե ամեն դեպքում աշխատելու տեղ կա, որ ձեր այդ նպատակը հաղթահարվի եւ դուք ճիշտ ուղերձը հասցնեք, ոչ թե աղավաղվածը, որը հաճախ նման դեպքերում ճանապարհին հենց աղավաղվում է, հա, բերանից բերան փոխանցվելով, ձեռքից ձեռք փոխանցվելով։ Ինչ ասելիք ունեք, որ որոշել եք վերահրատարակման հետ կապված։ Նախ ասեմ, որ Կիրակի օրը ժամը 17-ին Ագուլիս թատրոն ուղակի Աբովյան 29-ը Կոտորա 28 հասցեում, հա, Ագուլիս թատրոնը մեր լուսահոգի Երվանդ Մանարյանի հիմնած թատրոնն է։
Հիմա նպատակին ես իհարկե չեմ հասել, որովհետև այս մի ժամվա ընթացքում փորձում եմ անդադ խոսել այնց այդ նպատակի մասին, այդ նպատակը մանկապարտեզն է, այդ նպատակը շփումն է, այդ նպատակը կոմունիկացիան է։ Դու ժողովրդի հետ, եթե հասարակության հետ մանավանդ որ հարյուրամյակներով այսպես եկել են եւ չեն անցել այդ դաստիարակչական, ասենք այդ երբ որ ասում ես դաստիարակություն չի շնորհակալ, հա տանենք կանգնեցնենք անկյուն, ասենք ճիպոտահարենք, հիմա որ կարդում ես մեկնա մեզ Հիտլերա պետք, մեզ Ստալինա պետք, մեզ Մուսոլինիա պետք, այս հասարակության հետ, հա ասում ես բառանակ բոլշևիկները անգրագետներին գնդակահարում էին, մտածում էին ով տակամնաց գրագետ է։ Ասենք այդ քաղաքականությունը դու ինչքան պիտի չճանաչես քո պատմությունը, դու ինչքան պիտի անտեղյակ լինես քո տոհմածառին, որտեղից ես սնվում եւ ինչեր ունես եւ ինչեր ես տվել ուրիշներին, ինչքան պիտի անտեղյակ լինես, որ ես լեն ու բոլ դարում քո երեխեքին զոհելով հանդերձ գաս նստես տան ու ասես ես Մուսոլինի եմ ուզում, ես Հիտլեր եմ ուզում, մեզ Ստալինա պետք։ Այսինքն ինչ անենք, եթե ոչ մեկը մի ամբողջ ժողովրդի Դավիթ չես կարող մեղադրել բարոյական որևէ իրավունք որևէ մեկի վերապավազ չի, ամբողջ ժողովրդի կանգնեն ասել դուք եսեք, դուք ենեք, որովհետև ձեզնից ոչ մեկը չի տվել այդ ժողովրդին այդ մանկապարտեզը, ոչ մեկը չի ասել պարոնայք, երբ որ երեխեքը գնում են դպրոց, պետք չի երեխեքին պլաստիլին տալ կամ վրձին տալ, ասել գնացեք խաղացեք կամ գնացեք պահկվեք կամ գնացեք քնեք։ Եկեք սովորացնենք ինչ են անում մարդկանց հետ, մարդիկ ոնց են հաստատում կոմունիկացիան, ոնց է սկսվում շփումը, ոնց է սկսվում իրար լսելու արվեստը, ոնց է սկսվում Դավիթ էվոլյուցիայի գագաթնակետը, ուրեմն մի ընկերություն գովազդային այդպես բան է պատվիրում ընկերության համար հոլովակ էլի ու մի դիզայներ այսպես կարճ հոլովակ էր արել ու շահել էր իհարկե ընկերությունը շատ մեծ փողեր տվեց այդ մարդուն այդ գովազդային հոլովակի համար այդ գովազդային հոլովակի համար այդ ընկերությունն էլ հասավ չգիտեմ հոլովակ էլ չէր ինքը նկար էր ընդամենը նկար այդ նկարում ցույց էին տալիս որ էվոլյուցիայի գագաթնակետը ցույց էին տալիս ենք հոմո սապիենսին այսպես կամաց որ զարգանում է Դա Վինչի հա գետնից թուղթը վերցնում է հոմո սապիենսը այսպես զարգանալով գալիս է եւ էվոլյուցիայի գագաթնակետը երբ որ դու այդ գետնից վերցրած աղբը հասցնում ես աղբամանին օրինակ բարձ հասարակ մի բան հասկանում ես Դավիթ սա հազարամյակների ակնկալիքով են մարդիկ մանկապարտեզներում սկսում այսինքն էվոլյուցիայի գագաթնակետ երբ որ դու աղբը գետնից վերցնում ես քեզ 6 ամսեկանում կամ մի տարեկանում երբ որ քայլում ես սովորեցնում են աղբը վերցնել երբ որ դու կարողանաս այդ աղբը հասցնել աղբամանին եւ որևէ աղբ չթափել ճանապարհին այստեղ աղբի մասին չի խոսքը այստեղ են սովորական թղթի կտորի մասին չի խոսքը երբ որ դու ներս վեր ես գնում ինչ որ մեկը նստում է քո տեղը սա ընդամենը զիջելու մասին չի որտեվ ավտոբուսում հիմա մեկը կարող է վեր կենալ ասել հղի կինա տոր գա նստի սրա մասին չի խոսքը այսինքն մարդիկ մտածում են որպեսզի մենք մեր փողերը չտանք զենքին զենք էլ կառնենք բայց որպեսզի միլիարդներ չտանք զենքին զենքը մեզ կպայի այսօր կպայի վաղը կպայի 10 օր եկեք մենք մեր փողերը տանք մանկապարտեզներին եկեք սերունդը դաստիարակենք այնպես որ տառաճանաչություն սովորելուց հետո այս գիտելիքը երբ որ 10 մարդուն մարդը սա չվերացի ինքնակործան զենքի չվերցնի դարձնի պաթոս ու տա իր գլխին ասի մենք այնքան ուռն եկել տեսար տրակեցին եթե դու մարդու ձեռքից վերցնում ես ճիշտ դաստիարակությունը ու տալիս ես շատ գիտելիք այդ մարդը դառնում է բոմբա замедленного действия Դավիթ ջան եթե հասարակությանը վերցնես տալիս ես գիտելիք որի հետ խոսում ես մի տեղեկացված բայց վերցնում ես ճիշտ դաստիարակությունը մարդիկ այդ գիտելիքը սկսում են օգտագործել իրենց դեմ եթե դու մարդուն չես սովորեցնում զենքի հետ վարվեցողության կանոններ ու մարդուն տալիս ես մի զորավոր զենք որ շատ վտանգավոր է այդ մարդիկ սկսում են այդ զենքը փորձարկել իրար վրա կամ հարևանի վրա կամ իրենց են ոչնչացնում այս ամեն ինչը մարդկության պատմության ընթացքում բոլոր ժամանակներում առաջին օրից մինչև այսօր որևէ խելացի մարդ գիտնական կամ կոնստրուկտոր չի կարողացել հորինել ավելի զորավոր հարցակվողական եւ ինքնապաշտպանողական զենք քան գիտելիքը իսկ գիտելիքը ճիշտ օգտագործելու համար
Մանկապարտեզից տալիս ես ճիշտ դաստիարակություն։ Այսինքն այնպես չի, որ տղես երբ ես դառնալու 18 տարեկան, եկեք երգենք այդ երգերը, հասկանանք երբ ես վերջապես 18 տարեկան դառնալու, որովհետև քո տեղն ընտեղ է։ Սա վրեժի մասին չի խոսքը, նույնիսկ այդ վրեժը պիտի կարողանաս ճիշտ դաստիարակել։ Ոչ թե ծնված երեխան ասեն զինվոր ծնվեց, էլի զինվոր ծնվեց, ժողովուրդ, բայց 100,000 տարիներ ձեր մոտ մենակ զինվորներ են ծնվում, բայց մարդիկ ուր են։ Ուր են այս մարդիկ, ընկերներ, երբ որ անգլիացիներն եկան մտան Բենգալիա, Դավիթ, այս պատմությունը կարծեմ մենք խոսել ենք սրա մասին։ Երկար ժամանակ գիտես, войско ее величества, ամբողջ աշխարհը վախենում էր այդ զորքից։ Ինչ որ մի հատ հնդիկ Բենգալիայի, ասենք, այդ նահանգապետը, Արկոտի Նավաբի կարծեմ անունը կարևոր չի։ Անգլիացիներին հաթաթա տվեց, ասեց, դե հասկացանք էլի, որ դուք շեֆն եք, մենք էլ աշխատող ենք, բայց իմ ժողովուրդը մեղք են։ Մի քիչ դուք էլ հարկեր տվեք, կամ այս մարդկանց հարկերը թեթևացրեք, գաղութ էր։ Անգլիացիներն ասեցին, տղա դու ոնց որ խառնում ես, ասենց չես հասկանում ով եմ բարեկամն է, այստեղ ասեց ես կբողոքեմ այդ տղասին։ Выше стоячей инстанции. Ում դեմ ես բողոքում, այ տղա ջանարա։ Ժամանակ Վիկտորիան էր կարծեմ, հա, ում դեմ ես բողոքում։ Վերջին ինստանցիան ինքն ում ես բողոքում։ Ամբողջ աշխարհը վախենում էր այդ բրիտանական զորքից, այստեղ են ասես լավ։ Իրիկ ունելով գնացեն կողքի արևանի դուրս շատ կենցաղային եմ ասում, Աչեպես դա հասանելի է, դա որ հասանելի լինի։ Գնաց դուրը ծեծեց, ասեց բարև ցավը տանեմ։ Ասեց բարև, ասեց անգլիացիներն ինձ նեղում են, այ տղա ջան, ասեց ոնց կարան անգլիացիները քեզ նեղեն։ Անցավ մի քանի ամիս, թագուին ասեց մի 6-7 հոգի մտած չոքատ ուղարկեք այդ նահանգապետին մի հատ ապտակ տվեք, ասեք հանգիստ մնա տեղդ։ Այս 7 հոկանոց չոքատը չկարողացավ գոնե 100 մետր առաջ գնալ։ Չոքատն ուղարկեցին, ինչ-որ 2-3 չոքատ կպցրեցին իրար, չկարողացան առաջ գնալ։ Ու վախենում են թագուհուն ասել։ Ասում անգլիացիները, երբ որ մոտեցան Բենգալիայի դարպասներին, հանկարծ սկսեցին թնդանոթներից կրակ բացել իրենց վրա։ Անգլիացիներն ասեցին, հայ ֆալանես ախմախներին թնդանոթ որտեղից։ Մուշկետները առաջին հնդիկը որ գերի ինքավ, մուշկետը վերցեցի տեսան իրենցը չի, ասին էս անգլիական չէ, բալամ, էս մեր բանակ, էս որտեղից էս մուշկետը։ Էս հնդիկին մի լավ վերամշակեցին, ասեն էլ պատմի այդ տղա։ Ասեց ապեր այնտեղ մի հատ Գյորգի անունով տղա կա, ինքը դες ցեխ ա դրել, համ թնդանոթներ, համ մուշկետ։ Բենգալիայի։ Գյորգի այդ տղա, ինչ թնդանոթ։ Գորգին խանը համարվում է Հնդկաստանի Գյորգի Հարությունյան, համարվում է Գյորգի Հարությունյան, էլի այդ Գյորգի խանը Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի հերոս է այդ մարդը համարվում։ Մանուշյան Միսակն է, էլի։ Միսակ Մանուշյանը չի ձգում այդ բանին։ Ուղիղ 8 ամիս Դավիթ չկարողացան մտնել Բենգալիա։ Վերջապես մի կերպ Գորգին խանին դավադրաբար սպանել տվեցին անգլիացիները։ Իրանք էլ իրան սպանեց, որ կարողանան մտնել Բենգալիա։ Թագուհին արդեն չհասկացանք այլ ինչ Գյորգի, այ բալամ Գյորգին ով է։ Սախկայսության դեմ է Գյորգի ամբողջը դուրս եկել այդ բանակի դեմ։ Ահա չի կարողանում։ Այստեղ սարսափելին Գյորգին չէր, երբ որ մտան Բենգալիա Դավիթ։ Այսպես բոլորին այսպես ուղարկեցին իրենց ճանապարհով, ասին էլ մի հատ բոլորդ մի կողմ գնացեք, այն հայրին էլ ասեք թող կանստե։ Հայկական ջոկատներ։ Հայկական ջոկատներ, զինվորներն ասեցին դու գնացեք տներով, ձեզ ոչինչ չունենք ասելու, հրամանատարներին կանչեցին, անգլիացիները ասեցին նստեք։ Անգլիացիներն իրենցով միեսի մինչել բարի պտուղ չեն ու չեն էլ եղել, հա, բայց ասեց տղեկ, մի հատ անհամեստ հարց էլի, եթե կարելի է, զորքի հրամանատարը հայկական ջոկատների հրամանատարն էին։ Այ բալամ, վեր կացանք մենք մեր զորքով գնացինք Աֆրիկա, հանգարց հայերը ելան մեր դեմ կռիվ։ Գնացինք Մեքսիկա, հայերը եկան մեր դեմ կռիվ։ Գնացինք Սինգապուր, գնացինք Չինաստան, գնացինք Պարսկաստան, Օսմանյան կայսրություն գնացինք, ուր գնացինք ելեք մեր դեմ, այ ախպեր։ Դուք տուն տեղ չունեք։ Այ բալամ։ Այդ ոնց եղավ որ հիմա եթե մենք պատտենք գնանք ձեր տուն, այնտեղ ցարական Ռուսաստանը դուրս կգա մեր դեմը։ Կասի ինչ հարցեր ունեք հայրի մե, դուք տուն տեղ չունեք, պարոնայք, այդ Հովսեփեմին, Շամիրյան, ինչ էին ուզում անել այդ մարդիկ։ Այդ գլխավոր լացի հատվածն է, էլի։ Այդ արդեն լացի հատվածն է։ Հպարտությունը առաջինն է, վերջնացումը լացն է։ 24-25 տարեկանում սովետական միության ամենաերիտասարդ ակադեմիկոսուն էինք, հա, Մերգելյանը, Ալիխանյանը։ Ինչ արեցիք այս մարդկանց հետ։
Եկավ 91 թվականը, ոչ մեկը չկար, մենք անկախացանք, ասեցինք ամեն ինչ մերն էր, ուր էր այդ մանկապարտեզը, ուր էր այդ դպրոցը, ինչի չափա մոնտաժվեցին սովետական սոցիալիստական հանրապետության, այսքան գիրք ունենք։ ՍՍՀ պատմություն, նորագույն պատմություն, ամեն մեկը մի կես մետրանոց գիրք էր։ Մենք էլ գալիս էինք, ես հիշում եմ։ Այս պատմությունը բրոշուր էր, էլի։ Հա, էլի ես մտենքան որ այն էլ կեսը սովետական էր, էլի, իհարկե ինչ պետք էր գրածել, Վարդան Մամիկոնյանից ու Վասակից են կողմեր պատմությունը չանցա, մենք ոչինչ չենք ունեցել, մենք այնպես, հա։ Հնդիկները հիմա եկել են այդ Գորգին խանից հետո եկել են այստեղ աշխատում են, ապրում են, թող ապրեն, մարդիկ աշխատեն, բայց դու կարող ես ամենա այն բացառ վառ երազում պատկերացնել, որ հանկարծ հնդիկները մի օր կկազմեն ջոկատներ ու կգնան ասենք Արցախ հայերի համար կռվելու։ Այս ժողովուրդ ջան, ինչի համար գոյություն չունի Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ջուզեպպե Գարիբալդի, բայց գոյություն ունի Իտալիայի ազգային հերոս Քյավառցի Գևորգ Կոլոսյանը։ Գևորգ ջան, այդ Քյավառից ուր իր գնացել ասել Իտալիա ախպեր։ Այդ ազգային հերոս դառը։ Ազգային հերոս։ Ես կարդում եմ մեկի մասին Ջակոմո։ Այս Ջակոմոն ինձ ինքան հետաքրքրեց Դավիթ, պարզվեց այս մարդը Հակոբ էր։ Այ բալամ, ես Հակոբը Խարբերդից, Հակոբ ջան, ախպերս, Խարբերդը ուր, Մեքսիկան, ուր գնացել էր թուր թվանքով, թե բա Պանչովիլայի զորքերի դեմ եմ կռվում։ Այ տղա ջան, դու ինչ գործ ունեիր Պանչովիլայի զորքերի դեմ։ Չիլիի ադմիրալ, Արգենտինայի, Բրազիլիայի, մեր բան ունենք, չէ՞, Պողոս Իգնատոսյանը, ԱՄՆ-ում երբևէ ամենաբարձր պաշտոնը զբաղեցրած։ Ռազմածովային ռազմածովային ուժերի նախարարն էր ու իմիջիալոց այդ իր կառավարման ժամանակում նավատորմը հասավ։ Հիմա մենք Ջեֆրի Հարիգյան ունենք, հա, ՆԱՏՕ-ի, ասենք այդ Եվրոպական շտաբի։ Հա։ Հա, հիմա էլ ունենք, չէ՞, մենք Թևանյան ավի ունենք, որ Թևանյան ավի գործոնը ապրում են այդ մարդիկ հիմա։ Շատ հեռուն չգնանք, ես 3 չի առաջորն եմ բացահայտել, որ Բիբի Նեթանյահուի, Բենյամին Նեթանյահուի Իսրայելի վարչապետի մամուլի խոսնակը Շոշ Բեդրոսյան, ազգությամբ հայ աղջիկ է, բայց դե ասենք այդ տեսակ երկրի վարչապետի մամուլի խոսնակը արդեն ահագին ազդեցություն է այդ կառավարությունում, էլի որպես այդպես։ Դե Իսրայել, բայց ԱՄՆ-ում Դավիթ ջան մոտավորապես 17-18 տարի նախագահների պրեզիդենտական, ասենք մակարդակով ճառագիրները, որ ճառերը գրել են, այդ մարդիկ կարդացել են, եղել են հայերը։ Պատերազմի ժամանակ, ասենք հրամանատար, դեռևս հրամանատար, ապագա նախագահ, ասենք Էյզենհաուերի 3-4 վստահված մարդիկ հայերն էին իմիջիալոց եւ դրանցից մեկը մեր Գեղեցկուհի Սյուզ Սարաֆյանն էր, հա, որ ես ուղղակի անուններով էսպես գրասկպցրած, որը սովետական միությունում, որը ԱՄՆ-ում, որը Հնդկաստանում, որը Պակիստանում, որը Չինաստանում, որը Իտալիայում, Քյավառից, Մարտունի, չգիտեմ որտեղից գնացել են Եփրեմ խանը Պարսկաստանի հերոսերնի Օսմանյան կայսրությունում մենք բան ունենք, չէ՞, Չանաքալեի պատերազմում այդ ճակատամարտում, որ Չերչիլն անդադ ուզում էր մտնել դարդանել ու չէր կարողանում, այդ մայոր Սարգիս Թորոսյան ունենք, սարսափելի այս տող պատմությունը Դավիթ։ Ասում եմ մայոր Սարգիս Թորոսյանը միայնակ խորտակեց բանի Չերչիլի նավերից քանիսը, Չերչիլն ժամանակ նավատորմում էր 15 թվականի հունվար ամիսն էր։ Ու թուրք լրագրողն է պատում, ասում է սարսափելին նա, երբ որ մայոր Սարգիս Թորոսյանը փրկում էր թուրքերին, թուրքերի հրամանով կոտորվում էին հայերը եւ նրա բարեկամներն էլ հետը նստում են մատել նամակ է գրում, ասում է պարոն Այկ, ես ձեր կառավարության այսքան պես ծառայություններ եմ մատուցել, գոնե իմ հետո փախնում է գնում է կարծեմ Ամերիկա, չգիտեմ, այնտեղ գիրք է գրում Դարդանելից մինչև Բոստոն, թե չգիտեմ ինչ, ու գրքի վերջին տողերն է սարսափելի։ Ասում է Երանի թե Չերչիլը կարողանար ճեղքել պաշտպանություն այն ժամանակ հայերը եւ իմ ընտանիքը կփրկվեր, բայց կանգնել էին այ ախպեր ջան եւ այդքան Համիդից հետո, դրանից հետո կանգնել էին հələ թուրքերի համար կռիվ էին տալիս։ Հա, չէ, զգացողությունները ամեն անգամ վերապրել իրականում այդ քո ասած էվոլյուցիոն շրջանը հպարտությունից ողբերգություն, այդ հիմա աչքիս առաջ են գալիս անգամ։ Այստեղ որտեղ պաթոս տեսանք, չէ, պաթոս չկա, այստեղ պաթոս չկա։ Այս սա էր այս գրքերի նպատակը, դուք ձեր տոհմածառը պիտի կարդայիք, որ ճյուղից որը գնում էր ու հասկանայիք, էլի մեր Սայաթ Նովայավարի ասած մեր բախից դուրս եկած ճյուղը ոնց հասավ Հոնկոնգ ամենաերիտասարդ միլիոնատերն էր, գիտես չքավորությունից հասավ Հոնկոնգ, այս երեխան 6-7 տարեկանում չքավոր երեխա էր գնում է Հոնկոնգ ու փեսայի օգնությամբ կանգնեցնում են դռանը բանի բանկի, ասում են Շվեյցար աշխատի, որ մի քիչ ժպտալ սովորես, կարող եմ 2 կոպեկ քեզ տան, էլի։
Մոտ էլ պես եմ բողոքում, էլի կնոջն ասում է, անի մենք շատ էինք ապրում, այս երեխուն էլ բերեցին մեր դարտուցավ, էլի, դա ասում է, ինչ անում, մաման չի կարող πάει, դու տար միտեղ տեղավոր։ Ինչ շվեցար էր, դուր էր բացում, դուր էր փակում։ Այս դուր բացող, դուր փակող երեխան մի 2 տարի հետո մտավ բանկին ներս, դուռը են կողմից էր բացում արդեն։ Դրանից էլ 2 տարի հետո մտավ Հոնկոնգի բիրժա։ Երբ որ աշխատեց առաջին միլիոն, ասում է գնաց Հոնկոնգի քաղաքապետարանին, դե ժամանակ էլ էի անգլիացիներն էին։ Ասեց, ես խնդրում եմ ձեր քաղաքի ամենամեծ աղմանոցը։ Ուզում եմ առնեմ։ Չեմ ասում, Աղբանոցն առնել է որսը։ ասենք այսքան չարչարվեցիր ամենաերիտասարդ միլիոնատերը, լտես ինչ են անում արդիկ, էսի դեպա զիվիլանոց եմ ուզում առնեմ, այդտեղ դու խնդիրներ ունես։ Աղբայ պալամ ասեց, առնում եմ, փողը տալիս եմ, միլիոններ եմ տալիս։ Գնաց 2 տարի էլ աշխատեց եկավ, ասեց ձեր ամենամեծ գերեզմանոցն եմ ուզում առնեմ, ասեց ինչ ես տղեն հոգեկան հիվանդ աղբայ։ Ճամփեք թող էթա։ Դու միլիոններ աշխատես, էթա մեռելներին առնես ու զիբիլանոց առնես, այ աղբեր ջան, ես ինչ ես անում։ Այս տղան, Դավիթ, այդ աղբը տարավ լցրեց ծովը, գրունտ ստացավ, գրունտը բերեց կպցրեց գերեզմանոցին, գերեզմանոցը հավասարեցրեց հողին եւ կառուցեց Հոնկոնգում առաջին էլեկտրոկայանը։ Առաջին էլեկտրոկայանը։ Սա միակ մարդն էր, որին թագուհին անձամբ ձեռքով էր բարևում, ասում էր, իր ձեռքը դնում էր թագուհին, դնում էր ճակատին։ Այս մարդը դարձավ Հոնկոնգի այսպես ճակերտավոր ասած թագավորը, այ իրան ասում էին արմենսկի Կարոլ Գանգոնգը։ Լուսավորիչ է, էլի։ Հա։ Աստվածատուրյան խաչիկ։ Մեզ ոչինչ չի ասում, բայց ամերիկացիներին, անգլիացիներին ասում էին Փոլ Չաթեր, այ հիմա Հոնկոնգում փողոցներ կան, չգիտեմ ինչեր կան, այդ համալսարաններ, գիտես ինչեր կառուցեց, ինչեր արեց, այդ երիտասարդ երեխան, որ հասկանում էր, ասում էր, դες էլեկտրոկայանը։ Ինչ եկա փողը վերցնում եք, այդ մեկ տուն եք առնում հետո։ Լուսավորություն է պետք, կրթություն է պետք, համալսարաններ է պետք, Ռումինիայում, Բուլղարիայում, բոլոր համալսարանների, Հունգարիայի վիճակը նայի։ Ու ոչինչից տեղյակ չեն այս ժողովուրդը, Դավիթ ջան։ Կարևորը այդ ամեն ինչ արվեց Հայաստանից հազարավոր կիլոմետր հեռու։ Էդուարդ Մավելյանն էր, հյուրս անսահման շնորհակալ եմ հերթական շատ հետաքրքիր զրույցի համար, ես հուսամ, որ շարքը շարունակվելու է, որովհետև վստահ եմ, որ սկզբում երբ որ կարդացի մի պահ տպավորություն կար, ասում եմ, դե լավ, դե երևի այս քանի մեջ էլ ամփոփվելու ենք, եթե երևելիների մասին ենք խոսում, հետո արդեն 4-ի ժամանակ հասկացա, որ այսպես որ շարունակվի, Էդուարդը շատ մարդկանց է փորելու եւ գտնելու եւ շատ ավելի զարմանալի պատմություններ ներկայացնելու, քան կար առաջին գրքում, այնպես որ դուք կարող եք գրքերը պատվիրել նաև Էդուարդ Մավելյանի Facebook-յան էջին գրելով, եթե այլ տարբերակներ կան, խնդրում եմ։ Հեռախոսահամարներով պարզապես զանգել պատվիրել։ Հեռախոսահամարները ես կթողնեմ այս հարցազրույցի մեկնաբանությունների նկարագրության հատվածում, խնդրում եմ կապի դուրս եկեք, որովհետև այո, շատ տարբեր զգացողություններով զուգորդվող ընթերցանությունը վերջնարցունքում դուք ուղերձը հաստատ կընկալեք։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ դուք մնացեք մեր եթերում։